Ազգային ժողովը հերթական նստաշրջանի մեկնարկին քննարկում է զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Պաշտպան հայրենիք ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող զինծառայողների շարունակական աճի և հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու նյութական մոտիվացիա ստեղծելու համար առաջարկում է առաջին պայմանագրից հետո 2 կամ 5 տարի հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն 2 տարվա դեպքում 1,5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարը շեշտում է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները հնարավորություն ունեն ավարտական քննությունների արդյունքները նաև որպես ատեստավորման քննություն կիրառել։ Ես ուզում եմ ևս մի անգամ նշել, որ 4-ամյա կրթությունից հետո, երբ ավարտում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, մեր սպաները ստանում են բնակարան, որի արժեքը այսօրվա գներով 35 միլիոն դրամ է, այսինքն Երևան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը։ Իհարկե սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի, բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ 70 միլիոն 400 հազար եվրո վարկ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման նպատակով։ 2025 թվականի սեպտեմբերին վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ջրային կոմիտեի նախագահն է ներկայացնում։ Այս ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ Գումարի չափը մոտավորապես նույնն է 70 միլիոն եվրո, ինչ նպատակ է հետապնդում ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ապահովել բարելավված հասանելիություն դեպի արդյունավետ ֆինանսապես կայուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները Հայաստանի ընտրված տարածքներում։ Ծրագիրը հանդիսանում է 10-ամյա բազմափուլային ծրագրի մաս, որի նպատակն է բարելավել ոռոգման և գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցումը Հայաստանում։ Արթուր Խաչատրյանը հստակեցում է խնդրում, զեկուցողը վարկի մանրամասները հստակ չի ներկայացնում։ Ես կխնդրեի մի հատ հստակեցնեիք, վարկի մանրամասները զեկուցեիք և նաև ինչքան է գնալու փափուկ, ինչքան է կոշտ բաղադրիչների վրա, շնորհակալություն։ Կրկնեմ, ծավալը 70 միլիոն 400 հազար եվրո, սա Համաշխարհային բանկի համաֆինանսավորման կտորն է, մոտավորապես նույն չափի կտոր կունենանք զարգացման ֆրանսիական գործակալությունից, որը նորից էլի կբերենք ձեր քննարկմանը կներկայացնենք։ Նշեցի նաև ժամկետը 5 տարի, եթե նկատի ունեք ֆինանսական պայմանները, դրանք մենք ձեզ ներկայացրել ենք, կարող ենք նորից ներկայացնել։ Ջրային կոմիտեի նախագահի ներկայությունը Սոնա Ղազարյանի մոտ վիոլա ջրի և քաղաքացիների փոխհարաբերությունների մասին հիշեցրեց։ Երևանի որոշ վարչական շրջաններում գիտենք, որ գիշերային ժամերի ջուր չի լինում։ Ստեղ ինչպիսին է մեր դիրքորոշումը, ինչպես ենք պատրաստվում այս խնդրին լուծում տալ։ Հայտարարված 7-ժամյա անջատումը մենք հիմքեր ունենք մտածելու, որ կարող են կրճատել մինչև 3-4 ժամ։ Այսինքն ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին մենք կարիք ունենք գիշերային ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն և ցերեկային ժամերին այդ ջրավազանի ջուրը օգտագործվի։ Սպառողների շահերի պաշտպանության համար նոր կարգավորումներ կգործեն։ Հայաստանն օրենսդրությունը կմոտեցնի Եվրամիության օրենսդրությանը։ Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողի հետ կնքվող պայմանագրերում չեն կարող ներառվել անարդար բնույթի պայմաններ։ Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, երբ սպառողը ելնելով իր շահերից չէր ընդունի այդ պայմանը, եթե հնարավորություն ունենար մասնակցելու պայմանագրի պայմանների որոշմանը։ Նախագծով սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները, նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն արդեն առոչինչ է պայմանագիրն էլ հետը։ Վրաստանի սահմանին մնացած բեռնատարներից մինչև հազարավոր տնտեսվարողների շահերի խախտման դեպքեր։ Ընդդիմությունը ոչ թե ժամանակավոր, այլև արմատական լուծում է պահանջում։ Եվ արտահանող, և ներմուծող
մեր տնտեսվարողները անհարկի խոչընդոտների են հանդիպում, անհարկի։ Այսինքն նույն կոնյակ արտադրողը Վրաստանի, մեր բարեկամ Վրաստանի տարածքում ամիսներ շարունակ ստիպված են կանգնել եւ այդ առումով այդ մարդկանց որևէ պատասխան չկա։ Իրենց պայմանագրերը, պայմանագրային պարտականությունները չեն կարողանում այդ մարդիկ այդ պարտականությունները կատարել։ Էկոնոմիկայի նախարարն էլ շտապում է հանգստացնել падգամավորներին։ Հայաստան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստում բոլոր բաց թողնված հարցերը իրենց լուծումը կստանան։ Ես բոլոր տնտեսվարողների հարցերով նախկինում զբաղվել աջակցել եմ, բայց ուզում եմ ես այս ամբիոնից հայտարարեմ, որ որոշների հարցով ու խնդիրներով չեմ զբաղվելու ու հիմա կասեմ ինչի։ Ունենք երկու տիպի կոնյակ արտահանողներ եւ կոնյակի սպիրտ արտահանողներ։ Ընկերություններ, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով, ընկերություն կա, որ 100,000 եւ ավելի տոննա 3 տարիներ իրար հետ խաղող է մթերել։ Ես այդ ընկերության կողքը կանգնած եմ։ Տասնյակ հազարավոր տոննաներ մթերողների հետ կանգնած եմ։ Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրանց հետ պրոբլեմ ունեմ։ Բուսասանիտարիայի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունը բխում է վերջին շրջանում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներում կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմամբ։ Նշված խնդիրների լուծման առավել արդյունավետ մեխանիզմներից մեկը արտահանումից առաջ բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման իրականացումն է։ Օրենքի նախագծով առաջարկվում է բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունն ու վաճառքն էլ կդառնա լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։